Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազրանկի միջոցով։ Իմ բոլոր ուղիղեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ցիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Я каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме, если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Как вы знаете, дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопросов. Здоровье, личные отношения, финансы, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу на русском. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, իմ ուղիղեթերները իրենք յուրահատուկ ուղիղեթերներ են, կարող եք նաև տա այնպիսի հարցեր, ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ էներգիա կա, թե ոչ, ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ։ Սկսենք մեր ուղիղեթերները։ Մայրամ 28 տարեկան։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր սրտերով, ձեր լայքերով։ Մայրամ 28 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մայրամ։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, ձեր ֆինանսականն է փակված և անձնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի և անձնական, կլինի և ֆինանսական։ Դուք լավ զգում եք, որ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց ցանկանում եք, ձեզ թվում է, թե դա կանցնի, դա ժամանակավոր է, ոչ սիրելի Մայրամ, դա չի անցնի, ընդհակառակը, քանի գնա ավելի կբարձրանա։ Դավիթ 21 տարեկան, աբագա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 21 տարեկան, աբագա, սիրելի Դավիթ, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ նպատակ երազանք որ ունեք, սիրելի Դավիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, Մայիս Սվետա, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայիսի և Սվետայի համար։ Մայիս Սվետա։ Սիրելի Մայիս, սիրելի Սվետա, հաջողություն է ցույց տալիս։
Ձեզ ապագայում հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր կա, սիրելի Մայիս, սիրելի Սվետա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Մանվել 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մանվելի համար։ Մանվել 40 տարեկան անձնական։ Սիրելի Մանվել, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդալ, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Մանվել, եւ կլինի անձնական, փակված է ձեր անձնականը, ձեր վրա մեծ մագիա կա, որի պատճառով չի անձնականը չի ստացվում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սաթենիկ Սեյրան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սաթենիկի եւ Սեյրանի համար։ Սաթենիկ Սեյրան։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Սաթենիկ, սիրելի Սեյրան։ Գիտեք ինչ, սիրելի Սաթենիկ, սիրելի Սեյրան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տուղտուղի, որը փակում է ձեր ֆինանսական հաջողությունը, նաև դա գնալով փակելու է ձեր անձնական երջանկությունը, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, սիրելի Սաթենիկ, սիրելի Սեյրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ այդ խնդիրներից դուրս կգաք եւ ավելի մեծ բարդությունների առաջ չեք կանգնի։ Սուսաննա Մուշեղ, միասին կլինենք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սուսաննա Մուշեղ, միասին կլինենք թե ոչ։ Այո, սիրելի Սուսաննա, սիրելի Մուշեղ, միասին կլինեք եւ երջանկություն է ցույց տալիս։ Դուք միասին կլինեք, ձեզանից ձեր աշխալուսանք եմ սպասում։ Վարդան 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Վարդանի։ Վարդան 18 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Վարդան։ Սիրելի Վարդանը, ձեր վրա կա տոհմական անեծք։ Ձեր հայրական ազգը ամբողջովին փակված է, ձեր վրա կա տոհմական անեծք, ճիշտ է դուք դեռ երիտասարդ եք, կարող է հիմա չհասկանաք, բայց դուք հետագայում տեսնելու եք, որ եւ անձնական դե փակված, եւ գործնական դե փակված։ Սիրելի Վարդան, ժամանակ մի կկործրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ այդ վախերը կանցնի եւ այդ հոգեբանական ստրեսները կանցնի եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է եւ այդ նեգատիվ էներգիան, սիրելի Վարդան, փակում է ձեր կենսական էներգիան, կա վախեր, կա կախվածություններ, ուշադիր եղեք այդ նեգատիվը ձեր վրայից մաքրեք։ Սիրելի Դավիթ, ձեզ համար ամեն ինչ լավ ցույց տվեց ապագան, երջանկություն, հաջողություն։ Նարինե Աշթուր, ինչ կլինի, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի եւ Աշթուրի համար։
Սիրելի Նարինե, սիրելի Արթուր, լավ բան չեմ տեսնում, հնարավոր է բաժանություն, հնարավոր է խնդիրներ, որովհետև ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որը չի թողնի, որ Սիրելի Նարինե, սիրելի Արթուր, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է որ լինի հաջողություն։ Խնդիրներ ու պրոբլեմները քանի կնա այնքան կշատանա։ Ռուզաննա վրեժ կհաշտվեք թե ոչ։ Ռուզան վրեժ հաշտություն կլինի թե ոչ։ Այո, սիրելի Ռուզան, սիրելի վրեժ, հաշտություն կլինի, դուք կհաշտվեք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Անի 36 տարեկան ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, լինելու է հաջողություն եւ ազնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արմեն 42 տարեկան աբագա։ Արմեն 42 տարեկան աբագա։ Սիրելի Արմեն, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր աբագա։ Արդեն հենց հիմիկվա դրությամբ դուք կանգնած եք փակողու առաջ, քանի կնա այնքան այդ փակուին կշատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի Արթուր, նոր հնարավոր է որ լինի աբագա, փակված է, սա փակում է ձեր աբագան։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա խնդիրներ սիրելի Հերմինե, եւ ազնական եւ գործնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր եւ ազնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք սիրելի Հերմինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք, բարև ձեզ, բարև ձեզ։ Արմինե 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 42 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արմինե, սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր եւ ազնականը, փակում է եւ գործնականը, մեկդ երկուս չի դառնում, վազքդ ապարդյուն է, ոչ ազնական երջանկություն կա, ոչ ֆինանսական հաջողություն։ Սիրելի Արմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Սիրելի Լիլիթ, որպեսզի տեսնեմ դիքրանիկ նազգասմունքը, անհատական ինձ դիմեք կպատմեմ, այսպես չեմ կարողանում ձեզի մասսայական խոսել։ Սիրելի Լիլիթ, դիմեք անհատական։
Մարիետա 22 տարեկան երեխաներիդ կբերեք ձեր մոտ թե ոչ։ Մարիետա 22 տարեկան։ Այո, սիրելի Մարիետա, ցույց է տալիս, որ հնարավորություն կա, որ դուք կարողանաք ձեր երեխաներին բերեք։ Գիտեք ինչ, ճիշտ է, կա խնդիր, կա պրոբլեմ։ Պետք է այդ խնդիրները, պրոբլեմները վերացնեք, նոր դրանից հետո հնարավոր է, որ հնարավորություն ունենաք ձեր երեխաներին բերելու։ Կար խնդիրներ, կար դժվարություններ, բայց եթե դուք այդ խնդիրներն ու դժվարությունների թեմա առնեք, հնարավորություն կունենաք երեխաներին բերելու։ Արման 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման։ Սիրելի Արման, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, հատկապես սկզբնական շրջանում ֆինանսական, մասնագիտական ոլորտում։ Հաջողություն է ցույց տալիս, ֆինանսական հաջողություն է ցույց տալիս։ Սկզբից ֆինանսական ոլորտում կլինի, հետագայում էլ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Նարինե 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Սիրելի Նարինե, ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն, հատկապես ձեր անձնական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Նարինե, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հնարավորություններ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Գայանե 43 տարեկան, Վահե 47։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի եւ Վահեի համար։ Գայանե, Վահե։ Հաջողություն է ցույց տալիս, հատկապես ձեր ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, սիրելի Գայանե, սիրելի Վահե, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հատկապես ձեր հաջող է լինելու ձեր ֆինանսական գործնական ոլորտում։ Հայկ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար։ Հայկ 42 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Հայկ։ Սիրելի Հայկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդակ, որը բերել է նման խնդիրների առաջ է կանգնեցրել եւ անձնական դժվարություններ եւ ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն, նոր կլինի հաղթանակներ։ Հակացեր ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Հայկ։ Շնորհակալ եմ Էդգար 46 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 46 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Էդգար, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Էդգար, ձեր վրա կա նեգատիվ, դա ոչ թե թուղթուգիր է, ոչ էլ անեծք է, հնարավոր է ձեր վրա ուղղակի կա հաճք, կա նաղս, մեր ժողովրդական բանահյուսությամբ, որ ասում է, որի պատճառով ինձ երես տալիս խնդիր է, անձնական ոլորտը խնդիր, ֆինանսական ոլորտը խնդիր, վախեր կա, հոգեբանական պրոբլեմներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից, ձեզ էլ մի հատ պաշտպանություն տրեք, որ ոչ մեկը ձեզի ոչ մի վատ բան չանի։ Ահա ձեր վրա աչք կա, նավս կա, որը փակում է ձեր առաջխաղացումը։ Մայրամ 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 30 տարեկան,
Սիրելի մայրամ, ձեր վրա կա տոհմական անեծք, որը գալիս է ձեր մայրական ազգից, եթե դուք ունեք մորաքույր եղբայրներ, ուշադրություն դարձրեք, այնտեղ կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ։ Սիրելի մայրամ, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի մայրամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սա փաղում է ձեզանից ամեն ինչ, խլում է ձեզանից ամենակարևորը ժամանակը, խլում է ձեզանից ձեր էներգետիկան։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Մարիա 32 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի համար։ Մարիա 32 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Մարիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր ազնագանը փակված է, նաև գործնական է փակված, որովհետև երբ որ նման գործողություն է լինում, ոչ միայն ազնականն է փակվում, ձեր կյանքի բոլոր ոլորտն է փակվում է։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելիս, նոր կլինի ազնական երջանկություն, կլինի ֆինանսական հաջողություն, ամեն ինչ փակված է։ Թադևոս 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թադևոսի համար։ Թադևոս 31 տարեկան, Թադևոս 31 տարեկան, Սիրելի Մարիա, դիմեք, մաքրվեք այդ նեգատիվից, կարող եք նաև ինձ դիմել, կարող եք, եթե ձեզի ծանոթ մարդ կա, իրեն կարող եք դիմեք, մաքրեք այդ նեգատիվը եւ ձեր դեմ ամեն ինչ կբացվի։ Նատաշա 29 տարեկան, ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նատաշայի համար։ Ես եւ նայում եմ եւ մաքրում եմ եւ պաշտպանություն եմ դնում, Նատաշա 29 տարեկան, անձնական, սիրելի Նատաշա, ձեր ազնականը փակված է, բայց մի վախեցեք, դա ժամանակավոր իրավիճակ է, վախեր կա, որ ձեր ազնականը փակված է, բայց ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի մարդ, որը լինելու է ձեր միակը, երջանկություն է ցույց տալիս, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, կա պրոբլեմներ, բայց այդ դժվարությունները եւ պրոբլեմները ժամանակավոր են, ձեր ազնական կյանքի մեջ մտնելու է միակ մարդը, որի հետ դուք լինելու եք երջանիկ։ Սիրելիս, իմ ուղի հետերում նման հարցեր չեն պատասխանում, իմ կոնտակտային տվյալները գրած են տիկտոկյան ալիքների վրա, կարող եք այդպես զանգեք իմանաք, նամակով գրեք, նամակով կպատասխանեմ։ Իմ ալիքի մեջ իմ բոլոր հեռախոսի համարները գրված են։ Թադևոս 31 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թադևոսի համար։ Թադևոս 31 տարեկան, սիրելի Թադևոս, ձեր վրա կա սիրային մագիա, ձեր անձնականն է փակված, ձեր գործնականն է փակված, կա նաև առողջական դեպրեսիոն խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թադևոս, եւ ձեր կյանքի մեջ լրիվ նոր գույներ կլինի, նոր հնարավորություններ կլինի։ Լևոն Վիոլետա, կամուսնանալ թե ոչ,
Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լևոնի և Վիոլետայի համար։ Լևոն, Վիոլետա, սիրելի Լևոն, սիրելի Վիոլետա, ոչ չեմ տեսնում ամուսնություն, որովհետև ցեզանից յուրաքանչյուրի վրա կա նեգատիվ, որը չի թողնելու է որ լինի այդ ամուսնությունը, որպեսզի լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի ամուսնություն։ Ձեզանից յուրաքանչյուրի վրա կա թուղթուգիր, կա մագիա, կա մախագախարտան, որը չի թողնելու որ լինի ամուսնություն։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար շատ շնորհակալ եմ։ Նարինե Արթուր, ինչ կլինի մոտակա ամիսներին, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Նարինե Արթուր, հաջողություն է ցույց տալիս և անձնական ոլորտում, և գործնական, և ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, սիրելի Նարինե, սիրելի Արթուր, դուք հաղթանակով այդ իրավիճակից դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր մեկնաբանությունների համար։ Արտակ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար, Արտակ 42 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար, Արտակ 42 տարեկան, սիրելի Արտակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված մագիա, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից և նոր հնարավոր է անձնական երջանկություն լինի։ Սվետա 44 տարեկան, ֆինանսի, տեսնենք посмотрим, что говорит Всевышний. Света 44 года финансы. Посмотрим, что говорит. Есть проблемы, дорогая Света. Есть трудности, есть проблемы. Но эти проблемы, эти трудности временные, перед вами откроются возможности, у вас будет в финансовой сфере будет удача. Не надо бояться, не надо беспокоиться, не надо сидеть на месте, перед вами откроются двери. Շնորհակալ եմ նվերների համար։ Արսեն Անժելա, ամուսնություն կլինի, թե ոչ։ Արսեն Անժելա, ամուսնություն կլինի, թե ոչ։ Սիրելի Արսեն, սիրելի Անժելա, այո, ամուսնություն կլինի և երջանիկ ամուսնություն կլինի, ձեզանից էլ աշխատուստանք եմ սպասում։ Հրիփսիմեկ 20 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Հրիփսիմեկ 20 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է ձեր երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի հղիություն։
Շնորհակալ եմ նվերների համար։ Էդգար 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Սիրելի Էդգար, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր երազանքները կկատարվեն, եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, դուք այդ խնդրից պրոբլեմից դուրս եք գալու հաղթանակով։ Լուսինե 44 տարեկան, կգնեք նոր տուն, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Այո, սիրելի Լուսինե, դուք ձեր նոր տունը կկարողանաք գնել, ձեզանից աշկալուսանք եմ սպասում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արամ 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար։ Արամ, ու սիրելի Արամ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուղիր, փակված է եւ անձնականը, փակված է եւ գործնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արամ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Դուք կարող եք ինձ դիմել, ես նեգատիվ էներգիա նույնպես մաքրում եմ։ Ես ոչ միայն նայում եմ, սիրելիներս, մաքրման գործողություն նույնպես կատարում եմ։ Մարդկանց վրայից հանում եմ նեգատիվ էներգիան, մարդկանց վրա դնում եմ պաշտպանություն, ֆինանսական հոսքեր եմ բացում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, դուք կարող եք նաեւ ինձ դիմել, մարդ է կարող է ձեր տարածքում ավելի ձեզ հարազատ մարդ կա, ով կարող է այդ գործողությունը կատարել, կարող եք նաեւ իրեն դիմել։ Քրիստինե 47 տարեկան անձնական, Քրիստինե 47 տարեկան անձնական, կա խնդիրներ, կա վախեր, սիրելի Քրիստինե, եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, բայց մի վախեցեք, եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Քրիստինե, լինելու է հաջողություն, մի վախեցեք, լինելու է հաջողություն։ Նեգատիվը, խնդիրը, պրոբլեմը թողնում եք անցյալում, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաղթանակ։ Քրիստինե 32 տարեկան անձնական, Քրիստինե 32 տարեկան անձնական, սիրելի Քրիստինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Նազենի 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազենի համար։ Սիրելի Նազելի, ձեր անձնականը պետք է լիներ ու փակված, դուք վախենում եք եւ ճիշտ եք անում, որ վախենում եք, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա մագիա, որը փակեց ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի մեջ կլինի եւ անձնական երջանկություն։ Ձեր անձնականը փակեցին, պետք է լիներ անձնական փակեցին, ձեր վրա մագիա կատարեցին։ Մաքրեք, որպեսզի լինի անձնական, անտեղի ժամանակ մի կորցրեք։ Մարութ 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարութի համար։
Մարութ 26 տարեկան անձնական կա խնդիրներ սիրելի Մարութ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Գոհար Օմար, կլինեք միասին թե ոչ։ Գոհար Օմար, կլինեք միասին թե ոչ։ Սիրելի Գոհար, սիրելի Օմար, ոչ, չեմ տեսնում միություն, որովհետև կա նեգատիվ, հնարավոր է եւ Օմարի վրա, հնարավոր է եւ Գոհարի վրա, քանի որ կա այս նեգատիվը, միություն չեմ տեսնում։ Եթե այս նեգատիվը մաքրվի Գոհարի կամ Օմարի վրայից, հնարավոր է երկուսի վրա էլ կա, նոր հնարավոր է որ լինի միություն, քանի այս նեգատիվը կա չեմ տեսնում։ Ռուդո 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռուդոյի համար։ Ռուդո 32 տարեկան անձնական, սիրելի Ռուդո, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազակ նպատակ որ ունեք, սիրելի Ռուդո, ձեր երազակները, նպատակները կատարվելու են։ Սուսաննա 21 տարեկան, ուսում, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան, սիրելի Սուսաննա, դուք ուսումներ կստանաք, լավ կավարտեք, լավ էլ մասնագիտություն ձեռք կբերեք, մի քվախեցեք, մի հիասթափեք, առաջ գնացեք եւ ուսումը կլինի եւ լավ մասնագիտությունը կլինի։ Իզաբելա 45 տարեկան, ֆինանսական։ Իզաբելա 45 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Իզաբելա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից դուրս եք գալիս, ֆինանսական դժվարությունները թողնում եք անցյալում, հաջողություն է ցույց տալիս։ Հովանես 34 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հովանեսի համար։ Հովանես 34 տարեկան, առողջական։ Սիրելի Հովանես ցույց է տալիս աբակինում, ճիշտ է կա առողջական խնդիրներ, անպայման կատարեք բժիշկների ցուցումին, կլինի առողջացում, կլինի լավացում։ Շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ։ Անուշ 58 տարեկան, առողջական։ Անուշ 58 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Կա լավացում, կա աբակինում, սիրելի Անուշ, դուք կլավանաք, դուք կաբակինվեք, անպայման կատարեք բժիշկների ցուցումները եւ ցույց է տալիս, որ կա լավացում, կա աբակինում։ Սոֆիա 64 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Սոֆիա 64 տարեկան, առողջական։ Սիրելի Սոֆիա, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, դա առաջացել է թուղթուգրի անեծքի պատճառով, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի աբակինում, ոչ միայն բժշկի ցուցումները պետք է կատարեք, նաև պետք է դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք զուգահեռ,
որպեսզի լինի լավացում։ Եթե ձեր բիոէներգետիկ դաշտը չմաքրվի, սիրելի Սոֆիա, բուժօգնություններ ձեզի չի օգնի, ընդհակառակը ավելի բարդություններ եւ խնդիրներ կլինեն։ Մուրադ 45 տարեկան անձնական առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մուրադի համար։ Մուրադ 45 տարեկան անձնական առողջական։ Սիրելի Մուրադ, ձեր եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն եւ առողջական ոլորտում լինելու է լավացում ավագինում։ Կատարեք բժիշկների ցուցումը, սիրելի Մուրադ, կլինի ավագինում եւ անձնական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Սոֆիա 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիայի համար։ Սոֆիա 45 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Սոֆիա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Նարեկ 30 տարեկան անձնական։ Նարեկ 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նարեկ, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, սիրելի Նարեկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Այս նեգատիվը, սիրելի Նարեկ, ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լայքերի, սրտիկների համար շատ շնորհակալ եմ։ Միլենա 28 տարեկան, երբ երեխա կունենաք։ Միլենա 28 տարեկան, երբ երեխա կունենաք։ Կա խնդիրներ, սիրելի Միլենա, բայց դուք երեխա կունենաք, ճիշտ է, որոշակի բարդություններ է ցույց տալիս, բայց դա շատ կարճ ժամանակահատված է, որոշակի ժամանակ է ցույց տալիս, շատ կարճ, բայց սիրելի Միլենա, դուք երեխա կունենաք, ձեզանից էլ աշկալ հուսանք եմ սպասում։ Աննա 43 տարեկան, ֆինանսական, առողջական։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է եւ ձեր ֆինանսականը, որը բերում է նաեւ առողջական խնդիրներ, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ավագինում։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աննա, եւ առողջացում կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Հասմիկ 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Սիրելի Հասմիկ, հաջողություն է ցույց տալիս, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է ցույց տալիս, հատկապես մեծ հաջողություն կա ձեր ֆինանսական ոլորտում, խնդիրներ, պրոբլեմներ թողնում եք անցյալում, ձեր դեմ հաջողության ժամանակահատված է բացվում։ Անի 36 տարեկան, երբ երեխա կունենաք։ Անի 36 տարեկան, երբ երեխա կունենաք։
Սիրելի անի ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է երեխա ունենալու ճանապարհը, դուք դեռ ժամանակ ունեք, անտեղի ժամանակ մի կորցրեք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն ունենաք երեխա ունենալու, սա փակում է ձեր հաջողության, ձեր երեխա ունենալու ճանապարհը, սիրելի անի, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, կարող եք իհարկե, կարող եք ինձ անձնական գրել, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, անի 36 տարեկան ֆինանսական, սիրելի անի, ճիշտ է, կա ֆինանսական խնդիրներ, բայց նաև դուք հնարավորություն կունենաք կամաց այդ ֆինանսական իրավիճակից դուրս գալ, կա ֆինանսական հնարավորություններ, ձեր դեմ կբացվի, ճիշտ է, կամաց մի վախեցեք, մեկից երկնքից մանանա չի իջնի, բայց դուք կկարողանաք այդ ֆինանսական հաջողություն խնդիրներից հաղթանակով դուրս գալ, անի 28 տարեկան, երբ երեխա կունենաք, անի 28 տարեկան, երբ երեխա կունենաք, սիրելի անի, ձեր վրա կա թուղթուգիր, որը փակում է երեխա ունենալու ճանապարհը, որպեսզի լինի երեխա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո կարող է ունենալ երեխա, ձեր վրա թուղթուգիր կա, որը փակում է երեխա ունենալու հնարավորությունը, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար, շատ շնորհակալ եմ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ, Նելի 26 տարեկան, հիվանդ եք, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար, սիրելի Նելի, դուք կապաքինվեք, մի վախեցեք, դուք կապաքինվեք, հնարավոր է գիտեք ինչ, անպայման դիմեք ուրիշ բուժհիմնարկության, որովհետև հնարավոր է լրիվ ուրիշ ախտորոշում լինի, բայց դուք կապաքինվեք, Ինչպես գիտեք, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ պետք է էքստրասենսի պայծառատեսի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի ես ունեմ ուղիղ եթերներ, որտեղ որ պատասխանում եմ բոլոր հարցերին, թող այդ մարդիկ նույնպես կարողանան այս ծառայությունից օգտվել, ավարտում եմ այսօր ուղիղ եթերը, հաջողություն, ցտեսություն սիրելիներ։